Ներմուծման ծավալները նույն տրամաբանությամբ նշեմ 24 թվականին, ուրեմն 17 միլիարդից մի փոքր ավել ներմուծել ենք, առանց ոսկու 11.1 միլիարդից մի փոքր ավել, աշխատատեղերի թիվը դե գիտեք ըստ էության պատմական ռեկորդներ ենք արձանագրում եւ սա փաստ է արդեն եւ այդ պատմական ռեկորդների մասին չխոսենք, որովհետեւ դրանք ըստ էության անընդհատ ամեն հաջորդ ամիս նոր թվեր ենք ունենում։ Խոսեմ ինձ թվում է կարևոր թեմա է, եթե նայենք ձեր հարցի համատեքստում, օրինակ միջազգային տնտեսական վարկանիշներում մենք ինչ դեր ունենք, որովհետև էկոնոմիկայի նախարարության կամ կառավարության քաղաքականության արդյունքում դրանք կարան եւ իջնեն եւ հելնեն։ Իհարկե էկզոգեն եւ էնդոգեն տարբեր գործոններ դրա վրա ազդում են, բայց նաև մեր քաղաքականություններն են դրա վրա ազդում։ Moody's-ում ըստ էության BA3 պահել ենք, Fitch-ում BB- պահել ենք, S&P Global-ում BB- պահել ենք, Economic Freedom Index-ում առաջընթաց ունենք։ 50-րդն էինք, դարձել ենք 47-ը, 184 երկրների մեջ։ Global Innovation Index-ում էլի առաջընթաց ունենք, 72-ն էինք, դարձել ենք 63-ը 133 երկրների մեջ, առաջին անգամ հաշվառվել ենք Travel and Tourism Development Index-ում, 72-րդն ենք 119-ի մեջ, Economic Complexity Index-ում նոր տվյալներ չեն հրապարակվել, վերջին հրապարակված տվյալները, ուրեմն 91-րդն ենք 133 երկրների մեջ 21 թվականին եւ սա մեր թիրախն է, ըստ էության տնտեսական բարդության ավելացումը եւ նույնն ենք մնացել Corruption Perception Index-ում, այստեղ էլի 62-63-րդն ենք վերջին 3 տարիներին ոչ մի փոփոխություն ցավոք սրտի չունենք եւ սա ուսումնասիրել ենք տարբեր խնդիրներ կա, այդ թվում նաեւ դատական համակարգում, վճիռների արագության հետ կապված եւ այլն, այսինքն այսպիսի հարցեր կա եւ իհարկե մտավոր սեփականության պաշտպանության հետ կապված եւ սա այս պահին մեր կարևոր թիրախներից է։ Ձեր վերջի հարցին էլ մի փոքր անդրադառնամ, որտեղ հարցերը այնքան շատ են, հնարավոր չի ստեղծել բոլոր հարցերին պատասխանել։ Մենք փոփոխություններ ունենք մեր քաղաքականություններում, պարոն Ավետիսյան, եւ այդ է նպատակը, որ այդ պատճառով հենց հիմա կառավարությունում է 3 ռազմավարություն, դա արտահանման ռազմավարությունն է մեր, երկրորդը փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ռազմավարությունը, որը դուք մատնանշեցիք, եւ մեզ համար հասկանալի է, որ փոքր եւ միջին, այսինքն մենք այնտեղ թիրախավորել ենք այդ ռազմավարության մեջ փոքր եւ միջին բիզնեսը, դրա զարգացման նոր ուրեմն զարգացման համար կոնկրետ գործողությունների ծրագիր ենք մշակել եւ ամենահետաքրքիրը այնտեղ մի շատ կարեւոր կետ ունենք գաղափարից բիզնեսի անցման, նախկինում էլ է դա ինչ որ կերպ կիրառվել, հիմա ավելի լավ մեթոդաբանություն ենք փորձել կիրառել, այդտեն է որ բոլոր այն մարդիկ, որոնք ունեն շատ լավ գաղափար, խոսքը պարզ առևտրային գործունեության մասին չի, բայց չունեն փող, մենք իրենց ինչ որ չափով աջակցենք, որպեսզի իրանք երաշխիք տանք, որպեսզի իրանք ունենան փող այդ գաղափարը իրականացնեն եւ երրորդ ռազմավարությունը որոշեցի դա կանաչ տնտեսության ռազմավարությունն է, այսինքն առհասարակ անընդհատ նոր ժամանակներին համահունչ ռազմավարական առաջնահերթություն են կանում։ Հիմա նաև մի հարց էս էլ ասեմ ու ավարտեմ, մի հատ կարևոր բան դուք ասացիք, ասում եք այդ քաղաքականությունները օրինակ ինչպես են հողի վրա արտացոլվել։ Ամենահասարակ օրինակը բերեմ, օրինակ արտադրողականությունը մեր երկրում 1 ժամ հնան, մոտավորապես օրինակ հասարակ օրինակ բերեմ 2013-17 թվականներին 4-5 տարում $1 է աճել։ Միայն ամբողջ անցած տարի $1 է աճել։ Ընդ որում ինչի են վերցնում միայն ամբողջ անցած տարին, որ խոցելի չլինի, որ ասեմ 18 թվականից դու այսքան կասեք դոլարը արժեզրկվել, արժևորվել եւ այլն։ Անցած տարի կոնկրետ ընդհակառակը մեր դրամը հələ մի բան էլ արժևորվել է, այսինքն այս ցուցանիշի վրա ինքը միշտ բացական ազդեցություն ունեցել, բայց մեր արտադրողականությունը ավելացել է։ Ինչու է ավելացել։ Ես դա ուղիղ կապում եմ մեր քաղաքականության հետ։ Մենք հիմա արտադրողականության խթանման ծրագրով արդեն 1.4 միլիարդ դոլարի
պորտֆել ունենք։ Ինչ նշանակում 1.4 միլիարդ դոլարի, այսինքն 1.4 միլիարդ դոլարի մեր բիզնեսը գնացել է մեքենա սարքավորումը առել, իր 90-ականների սովետական ժամանակների այն հին տեխնոլոգիան փոխել է նոր ժամանակակից գերմանական, ամերիկյան, չինական, տարբեր երկրների արտադրության մեքենա սարքավորումներ են բերում, որոնք իրենց արտադրողականությունը ավելանում, այսինքն քաղաքականություն, արդյունք կապը շատ տեսանելի է եւ ես դրա հետ եմ պայմանավորում։ Շնորհակալություն։ Պարոն եթե արձագանքում եք, խնդրում եմ մենակ կարճ։ Հա, ես ուղղակի աննախադեպ եւ ասում եք այդ մեծ հանգրվանների եք հասնում, ոնց եք ասում, աննախադեպ ցուցանիշներ եւ այլն, բայց կառուցվածքից եք խոսում, սա անկերպով պարոն Պապոյան չանդրադարձակ, որ ձեր իշխանության օրոք նման մի աննախադեպ ցուցանիշ կա մեկ երկրից մեր արտաքին տնտեսական կախվածությունը դեր իշխանության օրոք ամեն տարին նախորդի հետ կապված այս վերջին փուլում շեշտակի աճում է դա ակնհայտ փաստ է ինչը լավ չի լավ է որ առևտուր անենք ցանկացած երկրի հետ բայց վատ է որ կախվածությունը մեկ երկրից ցանկացած պարագայում ոչ թե դիվերսիֆիկացվում այլ մեծանում է եւ հաջորդ կարևոր խնդիրը որ նորից չանդրադարձակ ես հենց դրա համար էի ուզում որ մենք գանք դրան իրական հատվածն է Արդյունաբերության ոլորտը ասում եք տեսակարար կշռով աճել է, բայց արդյունաբերության ոլորտի եթե ոսկին հանում ենք, էլի ձեր ասած, ոսկին հանում ես, վայթեմ արդյունաբերության ոլորտը նվազել է, ոչ թե աճել։ Այսինքն սա մեկ, գյուղատնտեսություն դե գիտեք, ինձնից լավ ազատանկման մեջ է ըստ էության։ Հիմա սա եւս կարևոր ցուցանիշ է։ Եվ սրանք է, որ պետք է վերաիմաստավորեն ձեր ծրագրերը եւ առաջնահերթություն լինեն եւ ամենավերջում ասում եք թիրախավորում ենք փոքր ու միջին բիզնեսը հուսամ դրական չէ իմաստով եք թիրախավորում ոչ թե վերացնելու տեսանկյունից հուսամ չեք վերացնելու որտեվ թիրախավորել եք հարկը բարձրացրել եք մարդիկ բողոքում են նորից ոնց որ հարկը հիմա էս է հարցը էլի ինչ եղավ այդ 6 ամիս անցավ նորմալ էր այդ կրկնապատկումը հարկային բեռի թե ասենք վերադառնալու եք եւ ինչ որ ձևով թե չէ ռազմավարություններ մարտավարություններ գլոբալ ինդեքսներ միջազգային հարթակներ այս մարդը կոնկրետ հիմա աշխատում է վճարում է կրկնակի արդ ունի բարդություններ որտեվ անցած տարվա նկատմամբ շրջանառություն է կրճատվել այդ մարդուն ես կարամ ասենք եթե հարմար լինի ձեզ ուղարկեմ մի քանի հոգու գա ընդունեք լսեք իրենց գուցե ավելի լավ բացատրեն քան ես Պարոն Ավետիսյան, ինձ թվում է լավ մեթոդ չի ոլորտում որտեղ ասենք տասնյակ հազարավոր մարդիկ են աշխատում դուք մի քանի հոգու ուղարկեք ես էլ ասենք օրինակ մի քանի տասնյակ հոգի ուղարկեմ հակառակը դա լավ մեթոդ չի եկեք այլ մեթոդաբանություն օգտագործենք իսկ մեթոդաբանությունը հետեւյալն է որ նոր առաջարկված մեխանիզմով եթե մարդը աշխատում է թղթով այսինքն օրինական հա իր հարկերը նվազում են օրինակ Ասենք տարածքի վարձակալության գինը նախկինում հնարավոր չէր հաշվանցել։ Հիմա հաշվանցվում է։ Վարձատրության թիվը աշխատողների հնարավոր չէր հաշվանցել։ Հիմա հաշվանցում, այսինքն մարդկանց համար հարկերը կրճատելու հնարավորություններ է։ Հիմա ձեր ասած դեպքը, որ ասում եք կրկնապատկվել է, այդ նշանակում է այդ մարդը տարածքի վարձակալությունը 100% ստվերում էր։ Աշխատողները 100% ստվերում էին։ Ոչ մի թուղթ չկա ապրանքների ձեռքբերման այդպես ոնց կլինի ախր այսինքն ապրանքները ձեռք բերելու թուղթ չկա բան չկա այսինքն ինչա գնում են Վրաստանից 25 կիլո ինչ որ բան են բերում ոչ բանա չգրանցված աշխատողով վաճառում են տարածքի վարձակալության փողնել սևով տալիս են այսինքն այդ դուք այդպես եք պատկերացնում բիզնեսի զարգացումը Հայաստանում ես այդպես չեմ պատկերացնում եւ իմ թե դուք հիմա հա իսկ ես նկարագրում եմ շատ մարդկանց դեպքում որոնք որ այդպես չեն աշխատում եւ իրենք կարողանում են պատշաճ փաստաթղթավորում արել եւ իրենց հարկերը օրինակ չեն ավելացել նվազագույնը կամ կարող են նույնիսկ եւ հնարավոր նույնիսկ պակասեն որտեղ հնարավորությունը այդպեսին է եւ երբ որ մենք խոսում ենք մեր ռազմավարությունների իրականացման մասին այո ես խոսում եմ այնպիսի
տնտեսվարողների մասին, որոնք որ պատշաճ հարկային իրենց հարկային պարտականությունների պատշաճ են իրականացել եւ այլն, որտեղ մեր ծրագրերի մեջ շատ կարեւոր պատճառ է պայման, այսինքն էկոնոմիկայի նախարարության, պետության, ժողովրդի փողից օգտվելու համար պետք է պատշաճ վարկագիծ բնականաբար ունենալ եւ այդ վարկագծին համապատասխանող բոլոր տնտեսվարողները մեզ մոտ բոլոր տնտեսվարողների առաջ, այսպես ասած, մեր դռները բաց են եւ մենք իրենց աջակցում ենք։ Որոշակի ուղղություններով թերակատարումները հենց նաեւ դրանով է պայմանավորված, որ տարվա ընթացքում օրինակ իմ գնահատմամբ ինչ որ ծրագրերի արդյունավետություն բավարար չի եղել, այսինքն ես նայել եմ, տեսել եմ, որ այս ծրագիրը արվել է, արդյունքային ցուցանիշները բավարար չեն եղել, համարել եմ, որ պետք է այդ ծրագիրը ել չանենք։ Օրինակ, այդպես եմ կարծում, որ ես կարծում եմ, որ արդեն եւ շրջանառել ենք, օրինակ, բարձր որակավորում ունեցող մասնագետների ծրագիրը ինքը այս փուլում այլևս ինչ թվում է պետք չի, օրինակ մենք պետք է իմ կարծիքով դա արդեն ավարտենք եւ այդ գումարները օրինակ ուղենք նույն արտադրողականության խթանման ծրագրում ավելի լավ խթաններ տալու, որովհետեւ այստեղ մենք տեսնում ենք շատ ավելի չափելի, շատ ավելի հաշվելի եւ շատ ավելի տեսանելի աճեր դրած գումարի եւ արդյունքի եւ տնտեսության մեջ դրա էֆեկտների եւ նաեւ մեր քաղաքականությունների հետ համահունչության մասով։